Աստված մի արասցե եկեղեցու հանդեպ սկսած արշավը հաջողությամբ պսակվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, հաջորդ խոսքը ուղղվելու արդեն լրագրողներին եւ հանրային ցանկացած անհամաձայնություն հայտնող անձանց։ Իշխանությունը ունի բավականին լայն ռեսուրս։ Ֆինանսական, մարդկային, վարչական, տարբեր ակնհայտ է, որ մարդկանց մոտ իրազեկվածության պակաս կա։ Ընդդիմադիր եւ անկախ հատվածը ուղղակի իշխանական որևէ թեզ, որևէ քարոզ երբեք չհրապարակի ու չվերահրապարակի։ Միշտ պետք է թողնել եկեղեցին հանգիստ։ Հետևաբար պետք է ընդհանրապես այս խոսույթը հանել հանրային եւ լրատվական դաշտից։ Փաշինյանի վերընտրվելը գտնվում է ընդդիմադիր դաշտի ձեռքերում եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Իշխանությունը չի հավակնում ստանալ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության վստահության քվը։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, Հայաստանում եկեղեցում պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը տալու համար մարդուն քաշքշելով հանում են դուրս եւ ոստիկանության մեքենաներով տեղափոխում տարածքից։ Դուք քաղաքական ինչ գնահատական կտաք սրան։ Գիտեք, դա շատ փոքր գործողություն է, որ միայն դրա վրա կենտրոնանանք։ Հայաստանում վաղուց իրավունքը չի գործում, վաղուց իշխանությունների, այդ թվում ուժային կառույցների գործողությունները իրավաչափ չեն, հետևաբար ես որևէ դեպք մեկ մյուսից չի առանձնացնի։ Եթե Հայաստանի Հանրապետությունում այդպես անմեղ խոսքի համար կարելի է մարդուն ձերբակալել եւ ամիսներով ապօրինի կալանքի տակ պահել, սրբազաններին կարելի է ապօրինի կալանավորել եւ ամիսներով պահել կալանքի տակ, հետեւաբար այո, կաթողիկոսի անունը հնչեցնելու համար լինելու են ձերբակալություններ, լինելու են ոստիկանական կոշտ գործողություններ։ Ավելին ասեմ, եթե Աստված մի արասցե եկեղեցու հանդեպ սկսած արշավը հաջողությամբ պսակվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, հաջորդ խոսքը ուղղվելու արդեն լրագրողներին եւ հանրային ցանկացած անհամաձայնություն հայտնող անձանց։ Վստահեցնում եմ ձեզ ստատուսների համար, սոցիալական հարթակներում, լրատվականների ուղիղ խոսքի համար ականատես ենք լինելու հարձակումների։ Ընդ որում, վերջերս կարծես թե անոնսը արդեն տվեցին ազգային ժողովի որոշ պատգամավորների իշխանական։ Հետևաբար, այս ամբողջ համակցության մեջ, որ մենք դիտարկում ենք երևույթը, ապա նորմալ է, որ պետք է ձերբակալեն։ Ընդհանրապես մենք պետք է դիմագրավենք, ընդհանրապես մենք պետք է խոչընդոտենք այս անձանց գործողություններին եւ շատ ավելի լայն հասարակական կոնսոլիդացիայով այս ապօրինությունների շղթան ընդհատենք։ Ինչպես պայքարել։ Պայքարել 2026 թվականին նրանց վերարտադրությունը կասեցնելու համար։ Սա պայքարի մի եղանակ է։ Լայն հասարակական շրջանակներին ավելի շատ իրազեկում ապահովել։ Տեսեք, մենք մարզային այցեր ենք կատարում եւ ակնհայտ է, որ մարդկանց մոտ իրազեկվածության պակաս կա։ Շատ դեպքերում ինտերնետ հասանելիության հետ կապված օրինակ հեռախոսով պայմանականորեն մարդիկ չեն կարողանում գյուղաբնակ մեր հայրենակիցների մասին է խոսքը։ Գյուղի տարբեր հատվածներում բարբերաբար օգտվեն ինտերնետից եւ հետեւաբար սոցիալական ցանցերի կամ լրատվական կայքերի միջոցով տեղեկացված լինեն։ Շատ դեպքերում, օրինակ, տարեցների պարագայում է դա հանդիպում, չեն կարողանում տեխնիկական միջոցներից օգտվելու պատճառաբանությամբ տեղեկացված լինեն եւ հետեւաբար առաջնային էսպես նրանց տեղեկատվական աղբյուրը հեռուստաընկերություններն են։ Իսկ հեռուստաընկերություններից դե բնականաբար գիտենք հանրային հեռուստաընկերությունը, որը ամենալայն տարածում ունի եւ ամենամեծ դիտելիություն ունի։ Իսկ նաեւ քաջ գիտակցում ենք, թե ինչ է ռոպագանդում եւ ինչ է ցուցադրվում Հայաստանի առաջին հեռուստաընկերության։ Մեկ այլ իրականություն։ Մեկ այլ իրականություն, բայց գիտեք, այստեղ միայն մի դրական կողմ ունի։ Դրական կողմից մեկն էլ նա է, որ մարդը դիտում է հանրային հեռուստաընկերությունը եւ տեսնում է, որ այսպես կատարելապես այլ Հայաստան գոյություն ունի։ Ընդ որում բավականին անվտանգ, բավականին անխնդիր։ Օգոստոսի 8-ից հետո առավել եւս։ Այո, առողջապահությունը զարգացած է, խաղաղությունը հաստատված է, գնաճը զսպված է, մարդկանց սոցիալական կարգավիճակը բարելավված է եւ այլն։ Բայց դուրս է գալիս իր տնից գյուղում կամ այլ քաղաքում դուրս է գալիս ընդամենը աշխատանքի գնալու կամ որևէ այլ գործողություն իրականացնելու եւ բախվում է արդեն իրականությանը։ Եվ հետեւաբար հանրային հեռուստաընկերության այսպիսի ռոպագանդան նաեւ միանգամից հողի վրա, ասֆալտի վրա, այդպես այդ կեղծիքը անձանց մոտ արդեն արմատացած է, որ կեղծիքը բացահայտված է։ Այս մի դրական կողմ ունի։ Հակառակ պարագայում մենք պետք է ջանք չխնայենք անընդհատ իրազեկելու կանխատեսվող Աստված մի արած է, բայց աղետի մասին։
մարդիկ տեղեկացված լինեն, որպեսզի կարողանան ճշգրիտ ընտրություն կատարել։ Օրինակ ձեր ուժը ոնց է պատկերացնում այդ տեղեկատվության աստիճանի բարձրացումը, գնալ գյուղեր, խոսել մարդկանց հետ, իրազեկել։ Տեսեք, երկու հիմնական շփման տարբերակ կա՝ ուղիղ շփում մարդկանց հետ, որը մենք իրականացնում ենք, եւ բնականաբար մեդիայի միջոցով, մեդիա սոցիալական հարթակներ արդեն մի խումբ, այսպես ասած, տեղեկատվությունը անդադ հասցնել։ Դա կլինի լրատվական կազմակերպությունների միջոցով, կլինի սոցիալական հարթակներով, կլինի ընկերոջ սոցիալական հարթակով վերահրապարակում իրականացնելու եղանակով, բայց անընդհատ փորձում ենք հասանել դարձնենք այն տեղեկատվությունը, որի կրողը մենք ենք։ Որովհետև իշխանական թևի կողմից դա արվում է անընդհատ, ամեն օր, եւ մարդկանց մոտ այդ օրակարգը ձևավորվում է հակ ընդդեմ, ինչ պետք է արվի, որպեսզի ծածկի այդ օրակարգը։ Քանակապես կարող ենք գերազանցել։ Տեսեք, իշխանությունը ունի բավականին լայն ռեսուրս։ Ֆինանսական, մարդկային, վարչական, տարբեր, չէ, ակնհայտորեն իրենք բոլոր ուժերին գերազանցում են իրենց ռեսուրսով։ Օրինակ միայն պետական ապարատում աշխատում է 250,000 մարդ։ Եթե 250,000 անձի ուղղահայաց հրահանգ է իջեցվում վերահրապարակումներ տալու, նրանք դա չեն կարող չկատարել։ Հա մի մասը կբոստանա բնականաբար, հաջորդ մասը չի իրականացնի, մի մասը աշխատանքից կզրկվի, հաջորդը պարգևավճարներից եւ այլն, բայց մեծամասնությունը ուղղահայաց հրահանգը կատարելու են։ Հետևաբար մեր խնդիրն է այդ քանակից գերազանցող այնքան հրապարակումներ իրականացնել, որպեսզի իշխանության արած հրապարակումները ստվերվեն։ Օրինակ, ինչ է անում կառավարության ղեկավարը։ Առավոտյան արթնանում է, ինչ որ մի աննորմալ անկանոն ձեռքի շարժումով սրտիկ է ցուցադրում, եւ բոլոր լրատվականները դա տարածում են, եւ բոլոր այսպես իշխանական օրակարգը սպասարկող անձինք վերահրապարակումներ են տալիս։ Հիմա մենք պետք է դրա հակառակ քայլ իրականացնենք։ Օրինակ, պարբերաբար նաեւ քննարկումներ ենք ունեցել անկախ կամ ընդդիմադիր լրատվական հարթակների եւ ղեկավարների եւ լրատվականի աշխատակիցների հետ, ասում ենք իսկ միգուցե դուք էլ ինքնակազմակերպեք ինչ որ կառույցի կամ օրակարգի շուրջ եւ քննարկեք ընդհանրապես կառավարությանը չլուսաբանելու նպատակահարմարությունը։ Ես քանի որ մասնագետ չեմ կարող ասել, բայց լուծումներից մեկն է դա կարող է լինել։ Ընդդիմադիր եւ անկախ հատվածը ուղղակի իշխանական որևէ թեզ, որևէ քարոզ երբեք չհրապարակի ու չվերահրապարակի։ Այնուհետև արդեն գալիս են օրինակ մեր պարագայում Հայաստանի ԵՍՄ անդամներ, աջակիցներ, շահառուներ եւ այլն, այս մարդկանց անդադ մենք խնդրում ենք, որ վերահրապարակումներ լինի, որpիսի եթե օրինակ օրվա մեջ մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի կեղծ թեզը, կեղծ օրակարգը ինչ որ մեկը դիտել է, կարդացել է եւ այլն, 3 անգամ մենք կեղծիքի ստի հերկումը կարողանանք հասցնել Հայաստանի քաղաքացուն։ Ձեր կարծիքով ընդդիմական դաշտը ինչու է այդպես ակտիվ վերահրապարակում։ Չեմ կարող ասել, որովհետև այդպես չեմ հարցրել եւ պատասխաններն էլ չեմ ստանում։ Տարբեր կարող են, կարող ենք օրինակ կանխատեսումներ իրականացնել, ինչու են այդպես անում։ Վարկածներ։ Կարող է օրինակ ինչ որ մի դիտողի կարծիքով դա այնքան ակնհայտ ապուշություն է, որը որ հասանելի է դարձնում հանրությանը, որ հանրությունը զզվան կապրի, նողկան կապրի, հիասթափություն ապրի, կարող են նպատակները տարբեր լինել, բայց արյութես որ պետք է շատ լուրջ մասնագետներ աշխատեն դրա վրա, չէ որ քաղաքականության մեջ, մարքեթինգի մեջ աշխարհում ընդունված է, որ սև PR-ը նույնպես PR-ի տեսակ է։ Եվ նույնիսկ եթե իրենց կարծիքով սև PR-ի համար են դա իրականացնում, ապա դա նույնպես չի կարելի իրականացնել։ Բայց նորից եմ կրկնում, պետք է այդ այսպես լրատվական եւ տեղեկատվության փոխադրման, փոխանակման հանրույթը մի հատ ուղակի համաժողովի տեսքով դա կարող է լինել, լայն քննարկում իրականացնի, նպատակահարմարությունը իրենք կամ հիմնավորեն եւ չհրապարակեն, կամ հերքեն եւ շարունակեն հրապարակել, բայց իմ կարծիքով դա եւս խնդիրներից մեկն է։ Օրակարգի թեմայի հետ կապված Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskoposը հանդես եկավ ասուլիսով եւ խոսելով կաթողիկոսի շուրջ այս իրավիճակի մասին ասաց. կաթողիկոսը չի պատրաստվում հեռանալ, ինչ թե ինչ որ շրջանակներ օրակարգ են բերել այդ խոսույթը։ Հիմա սա նույն տրամաբանության մեջ է տեղավորվում, այսինքն չխոսել այդ օրակարգի մասին, չտարածել, այդպիսով դա չդարձնել խոսույթ, այսպես ասած։ Դեք եկեղեցին պետք է տարանջատենք ամեն ինչից։ Եկեղեցին մեր սրբության սրբոցն է եւ ցանկացած սրբության, ցանկացած երևույթի, ինստիտուտի, առարկայի մասին երբ որ խոսում ես եւ ուսումնասիրում ու հետազոտություն ես իրականացնում, միշտ էլ հնարավոր է գտնել թերացումներ, խնդիրներ եւ այլն։
Ես վերջերս անդադ համեմատական եմ տանում Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու խոնար հետևորդների վարքագիծը, այսինքն այդ թվում քննարկումը եկեղեցու շուրջ որևէ կերպ քննարկումը համեմատական եմ տանում զավակի ծնողի անձը քննարկելուն եւ քննադատելուն։ Գիտեք, կարելի ասել բոլոր զավակներն էլ, որ փորփրեն իրենց ծնողների ամբողջ կյանքի եւ կենսագրությունը, միգուցե գտնեն այնպիսի երևույթներ, որոնք իրենց մեղմ ասած սրտով չէին լինի։ Բայց ինչ ենք մենք անում հայերս։ Մենք մորը, մայր ինստիտուտը դարձնում ենք առաջնային սրբություն, աստվածացնում ենք եւ դրանով իսկ արգելում ենք ինքներս մեզ որևէ տեսակ երևույթ քննարկել եւ քննադատել, ճիշտ է։ Այդ նույն վարքագիծը պետք է դրսևորվի եկեղեցու նկատմամբ։ Ցանկացած պարագայում, եթե նույնիսկ մենք տրվենք դիվանապետի խոսքերին, կաթողիկոսի խոսքերին կամ անձերին, մենք անուղղակիորեն սպասարկելու ենք կառավարության օրակարգը, որովհետև այդ քննարկումը նույնպես վնասելու է եկեղեցուն։ Մենք պետք է ամեն կերպ հեռու մնանք, բայց միևնույն ժամանակ զգոնությունը չկորցնենք, որ եկեղեցու հանդեպ ցանկացած հարցակման պարագայում կարողանանք ոչ թե խոսք ասել, այլ գտնվել եկեղեցու ներսում եւ տեղում պաշտպանել։ Ինչը տեղի ունեցավ օրինակ Միքայել Սրբազանի ձերբակալության ժամանակ։ Շատ լավ էր, որ մարդիկ հենց եկեղեցում էին եւ տեղում էին գործողություն կատարում եւ ոչ թե ստատուսներ էին գրում կամ որևէ կերպ մեկնաբանություն էին անում։ Այս պատճառաբանությամբ ես չեմ մեկնաբանի ոչ Արշակ Սրբազանին, ոչ կաթողիկոսին, միշտ պետք է թողնել եկեղեցին հանգիստ։ Բայց տեսեք, հասարակության մեջ այդ ըմբռնումները շատ են հիմա խեղաթյուրվել։ Մենք տեսնում ենք մի կողմը ձեր ասելով այդ եկեղեցուն պետք է ուրիշ կերպ վերաբերվել, մյուս կողմում տեսնում ենք արդեն իջեցված խոսույթի այն մակարդակին, որ ինչպես հասարակ մարդուն, այնպես էլ հոգևորականներին կարելի ինչ-որ բաներ վերագրել, մեղադրել։ Երբ որ իշխանությունները անընդհատ եկեղեցու որևէ սպասավորի, որևէ պաշտոնյայի, որևէ սրբազանի հասցեին անընդհատ խոսում են, եւ ընդդիմադիր հատվածը, ընդդիմադիր դաշտը կամ նորից եմ կրկնում անկախ լրատվականները դա չեն մեկնաբանում, որևէ կերպ չեն հրապարակում, դրան անդրադարձ չի կատարվում, հետեւաբար մնում է միայն այն սահմանափակ քանակությամբ սպառողների եւ դիտողների քանակը, որը որ սատարում է Նիկոլ Փաշինյանին։ Հետեւաբար այդ ինֆորմացիան գնում է միայն Նիկոլ Փաշինյանին սատարողներին։ Կասեք ինչ տարբերություն Նիկոլ Փաշինյանին սատարողը օրինակ հայհոյի վեհապարին, չընդունի եկեղեցին կամ մեկ այլ սրբազանի, թե ընդունելով հանդերձ Նիկոլ Փաշինյան վերարտադրի։ Ինձ համար որևէ տարբերություն չկա։ Նրանք արդեն, գիտեք, նրանց հետ այլ աշխատանք պետք է տանել։ Նրանց իրազեկվածության մակարդակը այլ կերպ պետք է բարձրացնել, բայց ոչ երբևէ հակառակը կամ հակընդդեմ գործողություններ իրականացնել։ Հենց մտնում ենք, նորից եմ կրկնում, հենց մտնում ենք եկեղեցու քննարկումների դաշտ, մարդը առավոտ արթնանում է եւ 10 անգամ եկեղեցու վերաբերյալ նյութ է կարդում կամ դիտում, այս մարդը ինքնուրույն սկսում է արդեն անձամբ փորփրել, անձամբ հետազոտել, անձամբ վերլուծել եւ անձամբ եզրահանգումների գալ։ Եվ հաճախ այդ եզրահանգումները լինում են բացասական։ Հետևաբար պետք է ընդհանրապես այս խոսույթը հանել հանրային եւ լրատվական դաշտից։ Այդ առումով կա անտարբեր մի մասա, որը չի զբաղվում քաղաքականությամբ, չի ուզում լսել, նույնիսկ տեղյակ չէ, այդ ձեր կարծիքով պետք է հենց շեշտը այս մասի վրա դնել, որպեսզի աշխատել նրանց հետ, որտեղ նրանք ոչ հարում են իշխանությանը, ոչ ուզում են լսել որևէ ընդդիմադիրի մասին, ինչպես պետք է այս մարդկանց հետ աշխատել։ Իրազեկվածության բարձրացմամբ եւ անընդհատ խոսքը իրենց հասանելի դարձնելով, այլ եղանակ չկա։ Գիտեք, մենք շատ ենք սիրում ասել անտարբեր ժողովուրդ, անտարբեր քաղաքացիներ, բայց նրանց մեծ մասը հիասթափված են։ Ես բազմիցս բերում եմ այս օրինակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի ստվար հատվածը դժգոհ է եղել նախկին բոլոր իշխանություններից։ Ընդ որում մենք շատ այսպես մանրակրկիտ հետազոտություն ենք անցկացրել, զրուցել ենք մարդկանց հետ։ Որևէ մեկը չէր ընկալում, որ նախորդ իշխանություններին իրենք են բերել իշխանության։ Նրանց գիտակցության մեջ հետեւյալ կերպ է արմատացած, որ նախկին իշխանությունները ուղղակի ինչ որ երևույթ, ինչ որ մի ուժի զորով հայտնվել են իշխանության ղեկին։ Դրանից հետո ընտրակեղծիքներ են իրականացել, դրանից հետո իրենց վերարտադրել են եւ այլն։ Բայց այս խոսույթը նորից մի կողմ դնելով չեն համարել իրենց իշխանության։ Այս իշխանության Նիկոլ Փաշինյանն համարեցին իրենց իշխանությունը, բայց կրկնակի եռակի եւ հիասթափվեցին, եւ նողկանք ապրեցին, եւ կրկնակի ու եռակի
աղետների առաջ կանգնեցին ու իրենց կյանքի որակը ոչ թե բարելավվեց, ոչ թե նույնը մնաց, այլ անգամներով նվազեց։ Հետևաբար այս մարդիկ պետք է լինեին հիասթափված։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի խոսքին հավատում էին, մտածում էին, որ անկեղծ է, խոստումներ է տալիս, բոլոր բացասական երևույթների մասին խոսում է, գնահատականներ է տալիս եւ այլն։ Եվ հիմա շատ դժվար է, այդ թվում մեր համար շատ դժվար է մարդկանց ասել, գիտեք, մենք անկեղծ ենք եւ ազնիվ ենք եւ իրապես մենք մտածում ենք Հայաստանի հարատևման մասին, մարդիկ ասում են, բայց ինչու վստահ լինենք։ Նիկոլ Փաշինյանն էլ այդպես ասում։ Այսինքն սա ոչ թե անտարբերն է, այլ հիասթափվածն է։ Հիմա այս հիասթափվածի հետ անդադ մեր հանրային վարքով, գործողություններով պետք է անդադ հիմնավորենք, որ չէ, մենք չենք կարող երբևէ Նիկոլ Փաշինյանին նման լինել։ Այդ թվում Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը մարդկանց շատ ավելի մանրամասն ներկայացնելով։ Մենք հեշտությամբ դա կարողանում ենք իրականացնել։ Օրինակ, մեր կենսագրությունը, Հայաստանի ԵՍՄ-ի անդամների կենսագրությունը, այլ ուժերի գործիչների կենսագրությունները ևս բավարարում են, որպեսզի մարդիկ արդյունք ստեղծողի, բարիք ստեղծողի, այսպես դիրքերից հանդես գան եւ հիմնավորեն, որ իրենք բարիք ստեղծող են։ Նիկոլ Փաշինյանի պարագայում կեղծիք ակնհայտ է։ Պատվերով հոդված գրող, ինչ որ մարդկանց սևացնող, այնուհետև տարբեր մամուլի հրապարակումների համաձայն շանտաժով փող վերցնող եւ հրապարակումները ջնջող անձնավորությունը, հետեւաբար նա ինքը ի սկզբանե խաբեությամբ ժողովրդի վստահությունը չարաշահելու եղանակով է եկել իշխանության։ Մենք ոչ։ Հիմա այսքանը, այսինքն գլխավոր մրցակցի թերությունները, գլխավոր մրցակցի բոլոր բացասական արատները մանրամասն եւ պարտադիր հիմնավոր կերպով հանրությանը ներկայացնել եւ մրցակից հաջորդ տեխնացուներին եւ ուժերին դրական կողմերը, առավելությունները նորից 3D մոդելավորմամբ հիմնավորված ու փաստարկված պետք է ներկայացնեն հանրությանը։ Այս երկուսի համադրությունը Նիկոլ Փաշինյանի մնալու պարագայում ինչ հետևանք կլինի կամ ինչ նորաղետ կգա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի գլխին, Նիկոլ Փաշինյանի չվերընտրվելու եւ այսինչ գործչի վերընտրվելու պարագայում ինչպիսի այսպես զարգացում եւ հարատևում կունենա հայ ազգի եւ Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա այսինքն մնաց միայն միջոցը, չէ, հասանելիության միջոցը։ Դրանք ուղիղ շփումներն են եւ նորից եմ կրկնում լրատվականներ եւ սոցիալական ցանցերն են։ Հիմա երկու ուղղությամբ էլ աշխատանք ենք տանում, բայց մի ուժի, մեկ անհատի, 10-ի նույնիսկ գործողությունը բավարար չի։ Պետք է բոլոր սթափ մտածելակերպ ունեցող հայերով մենք կարողանանք անընդհատ ամենօրյա ռեժիմով առանց հոգնելու այդ քարոզը իրականացնենք։ Մինչև 26 թիվը կկարողանաք իրականացնել։ Կարծում եմ այո, ես բազմից հայտարարել եմ, շարունակում եմ, այդ թվում ձեր հարթակից հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը գտնվում է ընդդիմադիր դաշտի ձեռքերում եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանի, բայց հավաքական ընդդիմության մասին է խոսքը, ընդ որում իրական ընդդիմության։ Հավաքական ընդդիմությունը այդ թվում մարտավարությունների միմյանց հետ այսպես հատման ուղիները, տարաձայնությունները դնի մի կողմ, համաձայնությունների շուրջ ուղղակի գործողությունների մի կենտրոնի ճշգրիտ ու թիրախային կառավարումը, այսպիսի գործողությունները վստահաբար բերելու են հաջողության։ Կլինի անհաջողություն, ուրեմն իմացեք դա ընդդիմության, հավաքական սխալմունքի հետևանքն է։ Նկատի ունեք նաև արտախորհրդարանական ուժերի։ Առաջին հերթին արտախորհրդարանական ուժերի, որովհետև 2026 թվականին նոր իրողություն է ձևավորվում եւ խորհրդարանական ընդդիմությունը արդեն իր առաքելությունը ավարտել է, եթե չասենք սպառել է, հետեւաբար մենք այլևս ընդդիմադիր դաշտին չենք բաժանում խորհրդարանական թե արտախորհրդարանական։ Ամիսներ են մնացել եւ որևէ խորհրդարանական գործողություն չի կարող նպաստ բերել ընդդիմության մեր հարգարժան մյուս գործընկերների գործունեությանը եւ ապագա մանդատներին կամ ապագա վստահության քվեի ստացմանը։ Հետևաբար բոլորս գտնվում ենք, այսպես ասած, մեկնարկային իրավիճակում եւ այստեղ որևէ մեկի ոչ գերադասում են, ոչ ստորադասում են։ Հայաստանի ԵՍՄ նախաձեռնությունը դաշինքով է ներկայանալու ընտրություններին, ունեք արդեն այդ միասնականության ազդակները, ինչպես ինչ որ ուժերի կողմից։ Մենք շատ ուժերի հետ ունենք նախնական համաձայնություններ, առաջիկայում կհանրայնացնենք որոշ մասը արդեն դրանց։ Եվ կարծում եմ հունվարին վերջնական արդեն կունենանք պատկերը, հանրայնացրած կլինենք։ Այժմ ուղղակի կոռեկտ չէ, չկա այդպիսի համաձայնություն հանրայնացնելու, կոռեկտ չի կարծում եմ։ Ես նախահարցակ լինեմ եւ
ժամ առաջ հայտարարեմ դրա մասին։ Եվ ձեր եւ այդ ուժերի նպատակը գլխավոր որն է այն գլխավոր սպառնալիքը, որ այժմ Հայաստանի առջև է։ Մեր նպատակը բնականաբար Հայաստանի Հանրապետության հարատևումն է։ Բայց երկարաժամկետ նպատակի մասին է խոսքը, մենք ունենք միջանկյալ նպատակ։ Քանի որ գիտակցում ենք խորությամբ, որ Հայաստանի Հանրապետության հետագա գոյության թիվ 1 սպառնալիքը քաղաքացիական պայմանագիր իշխանությունն է, այդ սպառնալիքը պետք է չեզոքացնել, որը միևնույն ժամանակ խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության հետագա հարատևման համար։ Եվ դրա համար կա լեգալ եւ լեգիտիմ առիթ 2026 թվականի հունիսի 7-ը մինչև այդ օրը քրտնաջան գիշեր ցերեկ 24 ժամյա ռեժիմով աշխատել, որպեսզի այդ խոչընդոտը հաղթահարենք։ Սա այդ առաջնային օրակարգն է, որ այդ թվում ես, մեր գործընկերները Հայաստանի ԵՍՄ-ը մենք գիտակցում ենք, որ հերթական կամ դասական կուսակցության վերածվելու որևէ ցանկություն նպատակ չենք հետապնդում, մենք գիտակցում ենք, որ դա կարող է լինել բացառապես համատեղ ուժերով եւ նաև գիտակցում ենք խոչընդոտի չհաղթահարումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության ուղղակի վերջնական կապիտուլյացիայի եւ պետականազրկման։ Հետևաբար այս կարճաժամկետ նպատակի վրա մենք շատ ավելի ենք կենտրոնանում, որպեսզի որքան հնարավոր է շուտ ազատվենք այս խոչընդոտից։ Եթե օրինակ լինեն արտահերթ ընտրություններ, ձեր ուժը պատրաստ է։ Այո։ Պատրաստ ենք մենք։ Շատ Հասարակության հետ աշխատանքը, որը նշում եք, դա նույնպես։ Հասարակության հետ աշխատանքը այսպես դինամիկ process է եւ դա երբևէ չի կարող ավարտվել։ Բայց մենք ունենում ենք առաջնահերթություններ, ունենում ենք ճանապարհային քարտեզ, օրինակ նույն շրջայցի ճանապարհային քարտեզը ավարտին ենք հասցնում, մնացել է 2 համայնքի հանդիպում։ 2 համայնքային հանդիպումից հետո որոշակի արդեն հանրային կերպով այլ ուժերի հետ համագործակցության ֆիքսում, այնուհետև արդեն կգա կհասնի մեր մեսիջների ժամանակահատվածը, որը լայն տարածումով պետք է հասցնենք հասարակությանը ու արդեն բուն քարոզարշավի իրական մեկնարկը։ Հետևաբար մենք ըստ սցենարի ամբողջը պատրաստել ենք, շատ ավելի վաղ, քան իշխանությունը երևի։ Այդ նպատակին հասնելու ճանապարհին այժմ առաջնայինը եկեղեցու շուրջ կատարվող այս իրադարձություններն են, որոնք չեն հանգստանում, այսպես ասած, ամենօրյա ռեժիմով նոր տեսագրություններ, նոր մեղադրանքներ եւ այլն։ Օրինակ, ձեր կարծիքով ինչ լուծում պետք է լինի այս փուլում, որ հետո արդեն գնաք ձեր գլխավոր նպատակին հայապահպանությանը։ Տեսեք, այդ թվում եկեղեցիա պահպանությունը դա մեր ինքնության պահպանությունն է։ Եւ եկեղեցին կարող է անցնել իր բնականon աշխատանքներին եւ շարունակի համայն հայության հոգեվոր կյանքի, հոգեվոր բժշկության եւ հոգեվոր հանգստության եւ խաղաղության իր առաքելությունը իրականացնել, երբ որ այս իշխանությունը չլինի։ Հետևաբար եկեղեցուն պետք է միայն քաջալերել, գոչ անել, խնդրել, օգնել, եկեղեցու ներսում լինելով օգնել, որպեսզի նրանք եւս 5-ից 6 ամիս կարողանան դիմակայել։ Հակառակ պարագայում այսպես իշխանության բերած թեզերը ընդդիմությունը պետք է այսպես թույներ մշակի, որը ունենում է մոտավորապես այսպես ասեմ 70%-ով շատ ավելի ցածր էֆեկտիվություն։ Այսինքն մենք չպիտի այդ սադրանքին տրվենք։ Մենք չպիտի այս պահին եկեղեցու դեմ իրագործվողը առաջնահերթություն սահմանենք։ Առաջնահերթությունը իշխանության հեռացումն է իշխանության ղեկից։ Մնացածը բոլորը ածանցյալ են, որի բոլորը հերթականությամբ շատ կարճ ժամանակամիջոցում հնարավոր է շտկել։ Այսինքն գլխավորը իշխանության լինելն է այս պահին։ Իշխանությանը հեռացնելն է։ Իշխանությունն է, որը կա այս պահին, խնդիրը դա է։ Այո, իշխանությանը որ հեռացրեցինք, բոլոր խնդիրները կլուծվեն։ Իշխանության հեռացումով է լուծվելու ինքնության պահպանման խնդիրը, մշակույթի, կրթության, տնտեսության, անվտանգության բոլոր խնդիրները եւ բոլոր խնդիրների համար ստեղծած այս արհեստական խոչընդոտների խոչընդոտը իշխանությունն է։ Մենք այլ խոչընդոտ չունենք ուղղակի։ Այս փուլում ձեր կարծիքով հասարակության մեջ ինչ տրամադրություններ են, որքան որ հասցրել եք արդեն ուսումնասիրել, ծանոթանալ, իշխանության հանդեպ կա այդ կոնսոլիդացիան, որ մարդիկ կընտրեն նորից, կհավատան։ Վստահաբար կարող եմ ասել, եւ սոցիոլոգիական հետազոտություններով, եւ մեդիա հետազոտություններով եւ հողի վրա հետազոտություններով իշխանությունը չի հավակնում ստանալ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության վստահության քվեն։ Վստահեցնում եմ սա ձեզ։ Բայց դա դեռևս չի նշանակում, որ ընդդիմությունն է դա ստանալու։ Այսինքն ընդդիմությունը այս կարճ ժամանակահատվածում
այն իշխանությանը չվստահող քվեների վստահությունը պետք է ստանա իր համար։ Այդ թվում մենք էլ խնդիր ունենք։ Մենք խոսում ենք մարդկանց հետ, ասում է Նիկոլ Փաշինյան քաղաքացիական պայմանագիր, մոռացանք, նրանց անունը նույնիսկ չենք ցանկանում լսել։ Նույնիսկ լինում են շրջաններում մարդիկ, ովքեր ասում են հեռուստացույցով հենց տեսնում ենք դրանց դեմքը, հեռուստացույցը անջատում ենք։ Այլ զբաղմունքի միջոց ենք մենք գտնում։ Օրինակ կարող ենք թղթախաղ խաղալ, նարդի խաղալ, շաշկի, շախմատ խաղալ եւ այլն, բայց երբեք դրանց դեմքը չտեսնել։ Այս կարծիքներն էլ կան։ Բայց հակառակը, ասում են, ձեզ նույնպես չենք վստահում, որովհետեւ չգիտենք դուք եք նույնը անելու ինչ արեց իշխանությունը, թե ոչ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, դրանից հետո իմ մտերիմ շրջապատը կփաստի սա, երևի հենց այդ օրը երեկոյան իմ թիվ 1 մտահոգությունը եղել է Նիկոլ Փաշինյանին հաջորդող ընտրություններում վստահության քվեի ստանձնումը։ Այսինքն այն ժամանակվանից մենք կանխատեսել ենք, որ խնդիր է լինելու, որովհետև ժողովուրդը իր վերջին հույսը այդպես գտավ ճակերտներում, հա, ասած, իր ծոցից, իր մեջից դուրս եկած կառավարության ղեկավարի, բայց բանից պարզվեց, որ այդ կառավարության ղեկավարը սովորական խաբեբայ է եւ խաբեց մարդկանց վստահությունը չհրաշայեց ու խաբեությամբ Հայաստանի համար ստեղծեց այսքան աղետներ։ Այո, գործող վարչապետը եւ գործող իշխանությունը չունի վստահության քվե, վստահեցնում եմ ձեզ, գնդակը գտնվում է ընդդիմադիր դաշտում։ Իսկ այդ կամքը կան դիմադիր դաշտի կողմից։ Ոչ ձեր շարժումի դուք տեսնում եք օրինակ դաշտում ուժեր, որոնք պատրաստ են այդ քայլին, այսինքն միասնաբար հանդես գալ ընտրվելու համար եւ իշխանությանը հեռացնելու։ Որոշ ուժերի հետ, ում հետ որ մենք կապի մեջ ենք, շփվում ենք, քննարկումներ ենք իրականացնում, տեսնում եմ։ Որոշ ուժերի մոտ չեմ տեսնում։ Որոշ ուժերի մոտ ժամանակ է պահանջվում, որպեսզի բացահայտենք նրանք իրական ընդդիմադիր են, նրանց իրական ցանկությունները իշխանության ղեկին հայտնվելն է, թե Հայաստանի Հանրապետության հարատևումը։ Դրանք նորից process-ներ են, որ ժամանակատար են, բայց ի ուրախություն մեզ հայտնեմ, որ այո կան այդպիսի բազմաթիվ ուժեր, որոնց ցանկությունը, որոնց նպատակը համադրելի է մեր ցանկության եւ նպատակների հետ։ Փաստորեն սպասենք 26 թվականի ընտրություններին։ Ոչ միայն սպասենք, այլ շատ ակտիվ աշխատենք մինչև 26 թվականը, որովհետև 26 թվականի հունիսի 7-ը հայ ազգի համար շատ ճակատագրական է լինելու, շատ ճակատագրական։ Հայ ազգը ընտրելու է կամ իրական ապագան եւ իր ներկան, կամ Նիկոլ Փաշինյանի ապագան, որը վստահ չեմ, որ կգա։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Եթերում ուղիղ խոսքն էր, հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիայի YouTube-յան ալիքին։ Հաջողություն։